Այսինքն բոլոր դեպքերում կարող գնաս ես հոգեկան տառապանք է ստացել, ինձ վերականգնեք այդ աշխատանքի մինչև տեսնենք ինչ ալինը։ Այդպես չի հարգել դատարանը։ Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ դատական նիստով շարունակում էր դատավոր Էդգար Հովհաննիսյանը վիճարկել վեհափառ Հայրապետի տնօրինությունը կարգալույծ եպիսկոպոս Արման Սարոյանի պաշտոնանկության հայցով։ Մասյացոտ ընթեմի նախկին ղեկավարի պաշտոնանկությունը, հիշեցնենք, եղավ հունվարի 10-ին կարգալույծության համար հիմք է հանդիսացել այն, որ Արամ Սարոյանը վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, ինչը ըստ աղբյուրների խոչընդոտել է թեմի բնականոն գործունեությունը եւ ստեղծել առիթ ու պայման իշխանության կողմիցների եկեղեցական կյանքին միջամտելու համար։ Մասյացոտ ընթեմից պաշտոնանկարված հետագայում աշխարհիկ դարձած նախկին եպիսկոպոսը, հիշեցնենք, Փաշինյանի շուրջ ձևավորված հակաեկեղեցական շարժման առաջին միացողներից է ու գերակտիվ աջակիցը մինչև այսօր, բայց տարօրինակ կերպով դատարան չի ներկայանում կարգալույծ եպիսկոպոսը, իշխանական լրատվամիջոցներին հարցազրույցներ շախտվող եւ վեհափառ Հայրապետին պետական դավաճանության մեջ մեղադրող կարգալույծ նախկին թեմակալը դեռ առաջին դատական նիստին պատճառաբանել էր, թե իբր չի ծանուցվել։ Մինչդեռ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ փաստաբան Արազ Օրաբյանի պնդմամբ Սարոյանը օրենքով սահմանված կարգով եւ ժամանակին ծանուցվել է դատական նիստերի մասին։ Հնարավոր է Արման Սարոյանը մի փոքր ամաչում է կամ վախենում միայնակ ներկայանալ դատական նիստերի դահլիճ, դատարանում ոստիկանական ուժերի ներխուժմամբ չի կարող ընթանալ դատական նիստը։ Հետևաբար այսօր էլ նրան չմխիթարեց ոստիկանական գվարդիայի բարձր հովանավորչությունը, որ Փաշինյանի հրահանգով հատկացվել է նրան հակաեկեղեցական շարժմանը միանալու առաջին օրվանից։ Մի ամբողջ ոստիկանական զորքով 2 ամիս շարունակ պաշարված է մնում Մասյացոտնի առաջնորդանից Սուրբ Թադեոս եկեղեցին ու 24/7 ռեժիմով հսկում են իրավապահները Արման Սարոյանին, նրա տեղաշարժն ու շփումները եւ վերջինիս կողմից բռնազավթված առաջնորդարանը Մասիսում։ Իդեպ սա այն վայրն է, որտեղ ինքն այլևս իրավունք չունի գտնվել հունվարի 10-ից, քանի որ դարձել է աշխարհիկ ու դասվել շարքային քաղաքացիների կողքին։ Փետրվարի 11-ին կհրապարակվի Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ արված Արման Սարոյանի գործով որոշումը։ Դատական նիստի ընթացքում Մայրաթորի ներկայացուցիչ Արազ Օրաբյանը միջնորդել է վերացնել հայցի ապահովման միջոցը, շեշտելով, որ վեճը վերաբերում է եկեղեցու ներքին կյանքին եւ ենթակա չէ պետական դատարաններում քննության։ Հիմա պատկերացրեք դատարանը արդար է գտնվում եւ գործի վարույթը կարճում է կամ հայցը մերժում է։ Դուք պատկերացնեք, ստացվում է, որ իրավական, ոնց ասեմ, հանգամանք չունեցող անձը բանկից հայ արևելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական միջոցները ուղղել է բանկի հոգուսունները։ Սրա հետևանքները պատկերացնեք ինչ է կատարվել։ Այսինքն ստացվում է մարդը իր չունի այդ պաշտոնը, տնօրինությունը երբ որ բացվել է արգելի դատարան։ Այդ փաստ է արդեն։ Մինչև դատարանը անհավեր չամարեն տնօրինությունը, որ մենք կարծում ենք չի կարող, բայց հեսա կարող են դատարանի տրամաբանության դեպքում։ Եթե անվեր չանչ, այդ պարից համար վերանվավեր այդ մարդն այդ պաշտոնի վերականգնված։ Դա ճանաչողական ակտ է։ Եվ այդ պարից այդ մարդը կամարվի, այսինքն դատական ակտի կատարման դժվարություն չի կարող առաջանալ, որտեղ ճանաչողական հայց են ատվել։ Դատական նիստի ընթացքում Արազ Օհրաբյանը կոշտ գնահատական է տվել դատարանի գործողություններին, հայտարարելով, որ ստեղծվում է վտանգավոր նախադեպ։ Դուք մտել եք եկել, հիմա նայեք, արկադիկ կատարող իրան դրել ամեն են նարս կատորկոսի տեղ։ Լուրջ եմ ասում։ Արկադիկ կատարող գործողությունները ինչ կապ ունի։ Դուք նրան, տեսեք, մարդ ասում են, տնօրինությունը անվավերջանակ չէ, դուք հոգեկան տառապանք եք ստացել, դուք իրար հոգեկան տառապանքը վերացնելու համար ասում եք գնա ֆինանսական գործարքան։ Այդ ինչ կապ ունի, իսկ կարող եք բացատրել։ Ինչ կապ ունի, այսինքն մարդ հոգեկան տառապանքը փող ծախսելով լուծվում է, վերանում է։ Ինչու եք նման անհամաչափ հայցի ապահովում միջոց կիրառել։ Ո՞րն է դրա նպատակը։ Հոգեկան տառապանքը ստանան, դրան ուրիշ լուծում տալի։ Հոգեկան կոնսուլտացիա։ Փաստաբանը նշել է, որ Արման Սարոյանը կարգալույծ է արված եւ ըստ եկեղեցական կարգերի չի կարող վերականգնվել թեմակալ առաջնորդի պաշտոնում եւ իրավունք չունի թեմա աշխարհիկ առաջնորդ ունենալ։ Դատարանը կարողանա վերահսկել եկեղեցու ներքին կյանքը, որ ուղիղ արգելված է։ Եվ օրենքը ասում է, արգելվում է եկեղեցու, ասում պետությանն է արգելվում միջամտել եկեղեցու ներքին կյանքի։ Պետությունը իր բոլոր իշխանության թևերով։ Այդ օրենքը ձեր առջև դուրը փակում է մտնել եկեղեցու ներքին կյանք, որտեղ միայն կրոնական է։ Դրանից խոսեք։ Դրանից եմ խոսում։ Եվ դրանից չէի խոսել, թե դուք այդ առիթը չտեք դրանից խոսել։ Դուք եք այդ դուրը բացել։ Այդ պանդորայի ակտը դուք եք բացել։ Սա ձեզ ասեմ պատմական մի բան է կարող է, արգելի դատարան։
վստահ եղեք, ապագայում այս ձեր արածը դառնալը պատմական քննարկման առարկա։ Դուք շատ մեծ պատմական բան եք սարեք տվել։ Սորաբյանի խոսքով դատարանի որոշման հիման վրա այս ընթացքում Արման Սարոյանը արդեն իսկ իրականացրել է ֆինանսական գործարքներ, ինչի հետևանքով ստեղծվել է լուրջ իրավական ռիսկ։ Արման Սարոյանը դատարան է դիմել պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը եւ վերականգնել իրեն պաշտոնում։ Դատարանն ավելի վաղ որպես հայցի ապահովման միջոց որոշել էր մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը վերականգնել Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Այսպիսով քաոտիկ վիճակ ստեղծել Մասյացոտն թեմում փաստացի Արարատի մարզն ունի երկու հոգևոր առաջնորդ Ռուբեն Վարդապետ Զարքարյանը նշանակված է եւ գործում է թեմում հենց Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ ակտիվ գործունեություն է ծավալում, մինչդեռ դատավոր Էդգար Հովհաննիսյանն իր աբսուրդային որոշմամբ աշխարհիկ առաջնորդ է պարտադրում նշանակել թեմում եւ մղել մարդկանց, հոգևորականներին եւ ոստիկանությանը ապօրինությունների։